Ողջունում եմ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ցանկանում եմ վկայել իմ կյանքից վերջի ժամանակահատվածում, որ հեռացել էի ճիշտ ասած եւ չէի մասնակցում երկար տարիներ եկեղեցու ծառայություններին եւ ընդհանրապես կարելի է ասել Տիրոջ տնից հեռու էի, այսպես ասած, բայց հարկ Տիրոջը ես ուրախ եմ, որ Աստված ողորմություն արեց եւ ես ուրախ եմ, որ մարդկանց եւ ձեր աղոթքների շնորհիվ Տիրոջը ես այսօր ստեղ կանգնած եմ ու վկայում եմ Տիրոջ քաղաքի համար, որ Աստված ինձ ազատագրեց տարբեր վատ սովորություններից, ինչպես նաև թմրանյութերի ազդեցությունից, ինչպես նաև վատ փողոցային վարքերից, այսպես ասված, եւ իմ կյանքը լիովին փոխեց, եւ ես այսօր մի նոր կյանքի մեջ եմ, որը որ Քրիստոսով է, որը որ նոր ճանապարհ է եւ որը որ նոր ընթացք է, լեցուն օգնություններով, լեցուն Աստծո ժողովրդի հետ ուրախությունով, որը որ Տիրոջ մեջ է միայն, եւ ես ուրախ եմ եւ ես շատ շնորհակալ եմ բոլոր իմ քույրերից եւ եղբայրներից եւ այն մարդկանցից, ովքեր սիրտ են ունեցել ինձ համար աղոթելու եւ Տիրոջ հավաքելու ինձ համար։ Դու մանկուց փոքր ժամանակվանից եկեղեցում ես եղել, ապաշխարած ես եղել։ Այո, երեխա ժամանակից եկեղեցում մի քիչ ձեզ բացատրել։ Ինչ բերնելով հեռացել էի։ Ինչ պատճառ դարձավ, վերադարձել հասկացանք, բայց հեռանալը ինչ էր, ինչ պատճառ էր, որ հեռացար Տիրոջից։ Կոնկրետ Այդ բանը զգացի, ասեք, աղոթքների պակասություն է, չգիտեմ, եկեղեցի գալու, եկեղեցում անբավարար անլիարժեք կյանքի զգացողություն, չգիտեմ, ավելի տեսալ աշխարհում վրդված էր վառ գույներ կար, հետո հիասթափություն ապրեցիր։ Նարավոր այդ տարիքային հատվածում ավելի, այսպես ասած, աշխարհի մեջ տեսնելու ինչ-որ նոր կյանք, ինչ-որ նոր բաներ, բայց քանի որ Աստված խնդրեցի եւ Տերը վերականգնեց ինձ։ Այսինքն տեսար, որ աշխարհում այն ինչ-որ սատանան ասում է կա, ամեն բան փուչ է։ Եվ երիտասարդ կյանքը ավելի գունեղ, ավելի հրաշալի կանցնի աշխարհում, քան եկեղեցում, հա? Այդպես է։ Դա սուտ է, սուտ դուրս եկա։ Ամեն։ Եվ հիմա ներկա ժամանակ, երբ որ ներկայացած ենք նաև իմ անցած ժամանակին, անցած կյանքին, տեսնում եմ, որ այդ ամեն ինչի մեջ դա ուղղակի սուտ, այսպես ասած, զգացողություններ, որ սատանան շատ մարդկանց է տալիս, հիմնական երիտասարդներին, այսինքն մեր հասարակակից ավելի շատ, որոնք որ նոր են դեռ, ասենց ասած, այս կյանքի մեջ փորձում գտնեն, նոր են սկսում իրենց քայլեր անել, բայց հիմնականում հասկանում ես Տիրոջը գալով, որ այդ ամեն ինչ ուղղակի թվացիալ է, այդ ամեն ինչ ուղղակի կեղծ է եւ այդ ամեն ինչ ուղղակի շինծու սատանայի խաբկանքներն է, այսպես ասած, էլի։ Այսինքն սատանան փորձում է երիտասարդներին ցույց տա, որ եկեղեցում ապագա չկա, ամբույն բռան, հա, ինչ աղոթես Այդ երիտասարդական մարմնի, զվարճանքների, հաճույքների այդ ժամանակաշրջանը լավ բուրըն, որ սատանան փորձում է համոզի, որ աշխարհում անցկացնես, հա, ինքը փորձում է համոզի, որ դա եկեղեցում չկա, դա աշխարհում է։ Ամեն, եւ եկեղեցին փորձում է ցույց տալ մեզ, որ կարծես թե իրական կյանքը աշխարհում է եւ ոչ թե բաներ չես կարող գտնես այդ ուրախությունը, ասած Աստծո ժողովրդի մեջ, չես կարող գերաժեք, ասած ուրախանաս որ եթե աշխարհում չլինես, այլ ուրախությունը հենց քեզ փորձում է համոզել, որ միայն աշխարհում է, այլ այստեղ չկա, բայց սա մենք ենք մեզ այսպես ասած համոզել կամ մենք ենք մեզ տրամադրել, բայց դա իրականում, երբ որ գալիս ես Քրիստոսին, դու ինքդ հասկանում ես, որ լիովին հակառակն է, որ իրական կյանքն հենց Քրիստոսի մեջ է, որը որ ես անձամբ ես եմ զգացել իմ կյանքում, եւ այդ փոփոխությունը, որը որ իմ կյանքում ես զգացել եմ, ոչ միայն իմ ազատագրության, ոչ միայն իմ նորից Տիրոջն վերադառնալու, այլ նաև իմ գործերի մեջ հաջողությունների Տիրոջ ձեռքը իմ կյանքի ամեն օրերում, Տիրոջ ձեռքը իմ կյանքի ամեն ժամանակներում, որ ինձ առաջնորդում է այդ կենտրոնի կերպով ես զգում եմ, որ Աստված ամեն ժամանակ ինձ հետ է եւ ինձ լիարժեք ուրախություն է տվել Տիրոջ ընտանիքի մեջ։ Եվ այն ուրախությունը, որը որ ես գտել եմ Տիրոջ ընտանիքի մեջ, երբևիցե չեմ փոխի։ Սա զգացել ես, որ Որը դու այդ պահ ապրել ես, որ աշխարհում խաղաղություն չկա, կարծես ամեն ինչ հետապնդում է քեզ, որ տանի կործանման, այդ խաղաղության զգացողությունը եկեղեցում զգացել ես, որ ավելի շատ է, քան աշխարհում,
աշխարհում այդ անխաղաղությունը, այդ լարվածությունը մի տեսակ կյանքը հոգնածում է եւ այդ բեռա դարձնում քեզանից, դարձած այդ մշտական լարվածությունը, այդ անխաղաղության կորուստը։ Զգացել եմ, որ աշխարհի կյանքով երբ որ ապրում էի, կարծես թե որպես պարտականություն, հա, կարծես թե որպես ինգրադելված մի այսպես ասած պարտականություն, որը որ ես իրավունք չունեի չանելու եւ ապրում էի ինչպես գրաֆիկով, այսպես ասած, հա, եւ ես իրավունք չունեի դրանից դուրս գալու, ես ազատ ժամանակ չունեի անելու դեմ, ինչ որ ես եմ ցանկանում, ինչ որ ինձ է պետք։ Այսինքն ես նույնիսկ ժամանակ չէի կարողանում հատկացնել մտածելու Աստծո խոսքի մասին կամ Տիրոջ առաջ ողջունես ծառայելու կամ մի քանելու որ գոնե գամ եկեղեցի, հա, որովհետեւ Սատանան հենց ինչպես դուք ասացիք, ժամանակը խլում է։ Մեր ժամանակը անընդհատ զբաղացնում է աշխարհում, որ այս աշխարհի դատարկ բաների մեջ տեսնենք, հա, այդ թվացial կյանքը, այդ թվացial, չգիտեմ, ապագայի սուտ պատկերացումները, որը որ հնարավոր է մենք մտածում ենք, որ կառուցենք աշխարհի մեջ շատ աշխատելով կամ շատ, չգիտեմ, աշխարհի մեջ բարգավաճ ինչ-որ գործարքներ կազմելով կամ ինչ-որ մարդկանց հետ ընկերություն անելով, որոնք ավելի հեղինակային են, նաև այդպիսի մարդիկ են եղել, որոնց հետ շփում ունեցել են հեղինակավոր, այսպես ասած, բայց կարծեմ, որ Աստված ինձ ցույց է տվել, որ նույնիսկ մարդ ինչքան էլ հեղինակություն ունենա, երկրի վրա ինչքան էլ ունենա, այսպես ասած, ավտորիտետ, հա, բայց Աստված գալիս է մի հատ իրավիճակ, որ նույնիսկ այդ մարդկանց դիպոն, որ իրաց ոգիները ծավեն Տիրոջ առաջ։ Եվ Աստված թույլ է տալիս, որ այդ մարդը գիտակցի, որ ինքը ամենակարող չի, ու ինքը նույնիսկ իր այդ ժամանակավոր սահմանափակ ֆինանսական կարողությամբ կամ այդ թվացial այդ իրան տված կարծես թե իշխանության, որը որ Սատանան է տալիս, իրանք իրաց վերանում նույնիսկ խոստովանում են, որ կա իրավիճակ, որի մեջ իրենք լիովին անզոր են։ Եվ միայն Տերը են կարող։ Սա իսկ այդ ժամանակահատվածում, որ Տիրոջից հեռացալ աշխարհում է, քանի տարի տևեց։ Եթե չեմ սխալվում 7 տարի։ Իսկ այդ 7 տարվա զգում էի, որ Տերը քեզ մեկա սիրում է, Տերը մեկա քեզ պահում է, եւ ամեն բան անում որ դեպի իրան գաս։ Ժամանակ է լինում, երբ անկախ ինձանից մտածում էի Տիրոջ մասին, բայց քանի որ չէ լինում հիմնականում այդ ժամանակը, որ եկեղեցի հաճախի, այդպես ուղղակի փոքրիկ ժամանակ, 5 րոպե, 10 րոպե աղոթում էի եւ զգում էի, որ կարծես թե Սուրբ Հոգին ինձ գրկում է, հա, կարծես թե ինձ կանչում է նորից իրան վերադառնալու, իրան կյանքս փոխելու դեպի իրեն, բայց ես ինքս էլ այդ ամեն ինչը ուզեցել եմ շատ անգամներ քայլել եմ, ուղղակի ինձ չի թողել, հա, այս աշխարհի մեջ եղած թե ցանկություն լինի, թե տվյալ կապվածություն ասեմ, հա, եղել է, ինչ չեղել է նման դեպքեր, որ նույնիսկ արցունքներով մի քանի րոպեներ աղոթել են եւ զղջացել են, բայց ոչ մեկի չեմ ասել, որ մտածել եմ մարդիկ ինձ չեն հասկանա կամ մարդիկ ինձ սխալ է հասկանում, բայց միշտ զգացել եմ ամեն Տիրոջ ձեռքին կյանքում միշտ զգացել եմ։ Իսկ հիմա զգում ես, որ Ալոնը նորից փորձում է քեզ տանի, այս զգացողությունն է եղել, որ այս ինչքան ժամանակ վերադարձել ես։ Տարի 8 ամիս 2 տարի։ 2 տարի։ Այս ընթացքում եղել է, որ զգաց ես բուրը դժոխքի ամբողջ այդ ներուժը քո հետ դառնալու համար։ Եղել է անցյալից 5 ընկերներից 5 մարդկանցից, որոնց հետ մտերիմ եմ եղել, տարբեր առաջարկներ եմ արել, նորից գալու, նորից իրանց հետ շփվելու, նորից այդ առօրյան ապրելու, որ առաջ էի ապրում իրանց հետ, բայց մերժել եմ, ինչի համար, որովհետև ես ինքս եմ իրանց առաջարկել, պատմելով Քրիստոսի մասին, վկայելով Քրիստոսի մասին եւ ինքս եմ նրանց ասել, որ կա ավելի հետաքրքիր կյանք, կա ավելի օգտված կյանք, որը որ հիմա ամեն վկայել եմ եւ ես ինքս նաեւ իմ ասեմ օրինակներ է, իրանց ցույց տալով եւ իրանք էլ տեսել են եւ համոզվել են, որ ես փոխվել եմ, ես առաջվանը չեմ։ Իսկ ընթացքում իրենց ցանկությունը դեպի Տիրոջը դառնալու վստահ եմ, որ Աստված հրաշքանի եւ շատ մարդիկ կվերադառնան։ Ես այդ աղոթքն եմ, որ դու քո կյանքում այդ հրաշքը տեսել ես, դու քո աղոթքիդ մեջ ավելի հավատով կլինես, որ ես քեզ դարձել եմ իրաց հետ դարձել եմ Հիսուս 3 այսօր հավիտյանին։ Ամեն։ Տիրոջը Տերը ողջունի, սաղ եկան,